В 1988 году нас практически оттуда выгнали, мы приехали сюда. Եկել եւ Իջևանի հով գյուղում է բնակություն հաստատել ոչ միայն Վլադիկ Սահակյանն իր ընտանիքով։ Գյուղի այսօրվա բնակիչները 90-ականներին Արցախից բռնի տեղահանված ընտանիքներ են։ Եկանք հատկան վաստունքով մնացինք, շարքեցինք, անջրես մնամ այստեղ։ Անտարի բանով, մեր տեղներ սենց անտարման, տենց բանով դուրս եկանք մնացինք այստեղ։ Նմանեցրել են հովքն իրենց ծննդավայրին, նորից բնավորվել, սկսել են զբաղվել հողագործությամբ ու անասնապահությամբ։ Огород, сейчас уже мы пожилые, мне 70, жене 65, малина в основном, ну и немножко лоби, там, картошку. Для себя только, уже много, в большом объеме не может. Հողը մշակում ենք ապրում, անասուն ենք պահում։ Բայց գյուղացին այսօր էլ իրեն մենակ է զգում, իր ուսերին միայնակ տանելով գյուղի ու գյուղացու հոգսերը։ Ինչ օրինակ ես գյուղը օգտվում պետությունից, ոչ մի բան։ Ճանապարհները տեսել եք, չէ՞ ինչ վիճակ է, ճանապարհները մեկ, ամեն ինչը, այս գյուղում ինչ են անում, ուշադրության կենտրոնում չեն ժողովուրդը։ Տանջում ենք, չարչարվում ենք, մենք օրինակ 6 շունչ ենք։ Ես, հարսս, թորներս, ամուսինս, երկուսս էլ երկրորդ կարգի հաշմանդամ ենք։ Ինձ օրինակ չի կարելի, որ 5 րոպե գլուխս կախ աշխատեմ աշկերտ տեսողության խաթրի։ Բայց ստիպված աշխատում եմ առավոտից մինչև գիշերվա կես, որ կարանք այս երեխեքին ոտի հանենք գոնե։ Ինչ, աշխատում ես, գնում ես շուկա, չես կարող որ կանես վաճառես, վերավաճառողներին ես տալիս են քեզանից ավելի շատ օգտվում, քան թե դու։ Նույնը անասնապահությունը։ Մեկը գելնատանում, մեկը կորչում է, մեկը եսիմ ինչ, նույնն էլ էդ, ժողովուրդը էլի մնում են տուժված։ Интернет окей. Чампачка. Дороги не важны. Вот этот участок сделали до школы, от Гюрапетарана до школы сделали. Ну, собираются на трассу делать, не знаю, обещают. Будет, не будет, не знаю. Ինչա պետք, ամեն ինչ գյուղացուն աջակցություն։ Գյուղացուն ամեն։ Ես օրինակ խնդրել եմ մի հատ երեք ցույց տամ, էլի ինքնաշեն ջերմոց ունենք, տղես ասարկել փետից։ Հիմի փետերը փելա, այնա կարակ նկարեք։ Այնքան պետությանը խնդրել եմ տարբեր կազմակերպությունների, ինչ ամեր խնդրանքը, 120 քառակուսի ընդամենը, որ մի հատ ջերմոց սարքեն, մեր այն որ ասում եմ երեխեքին էլի տրանով պահում ենք, էլի օգտվում ենք, փող չենք տալի առնում, ինչ վատ բան ենք անում մենք։ Ուզում ենք աշխատենք, որ էլի հարևանին էլ ենք օգնում, մենք էլ արանքում օգտվում ենք։ 120 քառակուսի ջերմոց է, այնքան խնդրեցինք, ոչ մեկը չաջակցեց։ Գյուղապետարան ենք դիմել, թեկուզ մի քիչ գումարով 500,000 գումարով որոքներին, էլի տղես կսարքեր։ Ասենք մատերիալը որ տամ, իմ տղեն կարա սարքի, կսարքեր։ Բայց դες տարելի քանդվելա հիմի արդեն ձմեռվա սեզոնա կանաչիներ ցանելու ամեն ինչ անելու։ Գյուղատնտեսական հոգսերից բացի գյուղացին հատկապես տարեց թոշակառուն չի կարողանում օգտվել նաև կառավարության կողմից շրջանառության մեջ դրված հնարավորություններից, ինչպիսին է օրինակ քարտով թոշակ ստանալը կամ դրանով առևտուրը։ Գյուղում դա չի գործում, նշում են գյուղի բնակիչները։ Մեր պարոն Փաշինյանը ասում է, որ թոշակները ավելացնում ամիս քարտը տանում ես 5,000 դրամ ավելանում է, խոսքի 5,000 էլ չի։ Այդ 43,000 դրամը, այդ կնիկը 5 տարի է տեղաշորի մեջ պարկած, պամպերսին է հերիքում, թե իր одноразовый простынին է հերիքում, թե լվացքը փոշին է հերիքում, թե դեղերն է հերիքում։ Պլյուս դրա, որ իրան քարտային չես տալի, որ ինքը չի կարա գնա քարտային ստանա, ճիշտ է։ Բայց այդ ոնց եղավ որ ավելացնում ես այն մարդկանց, որոնք որ ոտի վրա են։ Կոնկրետ մենք ես էլ եմ աշմանդամ ամուսինս էլ մենք չենք օգտվում, որովհետև մեր քարտային չի։ Այդ տարիքային այդ խմբի մարդկանց է պետք որ ավելացնեն, ճիշտ է, ես ճիշտ եմ խոսում թե սխալ։ Այդ խմբի մարդիկ եթե իրավունք չունեն քարտային, իրավունք ունեն, եթե ուզում ես գնա դիմի, բայց այդ հնարավորությունը չկա։ Դու են կնգան ոնց ես ավելացնում։ Այդ 43,000 դրամ ընկնիկը ինչ անի։ Ինչ անի։ Ճիշտ չեն անում։ Ժողովրդի մասին չեմ մտածում։ Արդեն հոկտեմբերն է, բայց գյուղացին մոլորված է անտարի մեջ ապրելով ձմռանը տունը տաքացնելու խնդիր ունեն։ Միայն տարածը փակեցին։ Չեն կարող գնանց անտարից օգտվել։ Բայց ձմռանը ոնց եք պատրաստվում, ոնց եք ջարուցել։ Դեմի
տեսնենք ոնց կլինի։ Հատման գազի քաշերին գազ վառեցեք, գազի տվեք։ Բայց գազ ձեր տանը հիմա գազ կա։ Գազ գյուղում կա, բայց մենք չենք միացրել, որովհետև տունը մերը չի։ Իմ տունս վթարային 4-րդ կարգի աղբոց տանում ունու։ Դրա համար ասում եմ պիտի թույլտվություն ունի, որ գազը քաշենք։ Դե փայտով ենք ջրոցում, բայց հետո փայտն էլ արգելում են։ Газ в селе есть, мы пока не провели, вот собираемся с отопление хочет сделать, если успеет, должен успеть. Отопление, да? Раньше дрова им были, а сейчас отопление хотим сделать. Գազ ունենք քաշած, բայց հնարավորություն չենք ունենալու, որ ջրուցում գազով անենք, չենք կարա։ Դե որովհետև գումարը շատ է, մենք ինչ գումար ենք ստանում, որ մենք կարանք։ Իսկ չենք հասցնում լույսի փողը տանք, այս սովորական գազի փողը տանք, չենք հասցնում։ Դե տալիս են 8 կուբ էսա կտամ, 8 կուբամետր կտամ, տոմսեր են տալու, որ մարդիկ կնան։ Միասնա նպաստառումներին են տալիս։ Մենք տատիկ ունենք 93 տարեկան, որ նպաստառու է։ Իսկ թվում է տոմս կտան, քանի կուբ որ վարելիք վերենք էլի։ Իսկ տենց կան։ Եսի երևի չոր մոր պետք կբերենք, կարող ենք վերենք ջրոցում, որովհետև ուրիշ միջոց չկա էլի։ Հովքը տարեստարի դառնում է ծերացող գյուղ, քանի որ այստեղ մեծանում է փակ դռների թիվը, ամայի ու լուռ են փողոցները։ Մեդիա ակումբ լուրեր։